Իջևանի քաղաքապետարանի և Counterpart International ընկերության համագործակցության շնորհիվ Իջևանում բազում ծրագրեր են իրականացվել։ Քաղաքի կենտրոնական հատվածներում վերջերս տեղադրվել են գեղարվեստական ձևավորմամբ գեղեցիկ նստարաններ, ծաղկամաններ և աղբամաններ։ Սա նույնպես քաղաքապետարանի և Counterpart International ընկերության համատեղ աշխատանքի արդյունք է։ Իջևանի քաղաքապետարանի կողմից ձեռք են բերվել 12 նստարաններ, 14 աղբամաններ և 12 ծաղկամաններ։ Քաղաքի անունը կրող նստարաններին դրոշմված է Իջևանի քաղաքապետարանի պաշտոնական ինտերնետային կայքը։ Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանի խոսքերով քաղաքի արտաքին տեսքի բարելավման և առհասարակ քաղաքի բարեկարգման նպաստող ծրագրերը լինելու են շարունակական։ Իջևանի քաղաքապետարանի Counterpart International ծրագրի միջոցով ծրագիր են կատարել քաղաքապետարան ունեցել իր ներդրումը եւ այդ ծրագրի շրջանակներում մենք ձեռք ենք բերել 12 նստարան, 12 ծաղկաման եւ 14 աղբաման, որը տեղադրված է Իջևանի գյուղաերաժշտական շատրվանների շրջակայքում։ Իհարկե, անցած տարի մենք վերջացրինք գյուղաերաժշտական շատրվանների շրջակայքի բարելավման բարեկարգման աշխատանքները, բայց աշխատանքները միջև վերջ ավարտված չի։ Կանաչապատման մեծ աշխատանք ունենք այդտեղ նորից կատարելու, մոտավորապես 2-3 օրից մենք արդեն կունենանք 5 հատ պայլմատեսակի ծառատեսակ այդտեղ տնկված եւ բացի այդ մենք աշխատանքներ ենք իրականացնում, որպեսզի գյուղաերաժշտական շատրվանների էլեկտրական մասը նաեւ աշխատի, որպեսզի հասնենք այս տարի գյուղաերաժշտական շատրվանները աշխատի։ Իջևանի հիմնանորոգված շատրվանների հրապարակը իջևանցիների համար ծառայում է որպես հանգստի անկյուն, իսկ հանգստի անկյունը լիարժեք իր նպատակին ծառայեցնելու համար կոմունալ ծառայության աշխատակիցների կողմից իրականացվել են կանաչ գոտիների մշակման և ծաղիկների թփերի տնկման աշխատանքներ։ Իջևանի բնակիչների համար մեծ ուրախություն է տեսնել, թե ինչպես է առաջընթաց ապրում Իջևան քաղաքը։ Ուրախ եմ, մալադես մեր քաղաքապետն ապրի։ Շնորհքով գնա, շնորհքն ակցել, մենք էլ շնորհքով ենք լավ պահենք։ Ապրենք մեր քաղաքապետը, երկար կյանք ունենա, լավ մտիկ անի, մենք էլ մեծ մտիկ ենք լինի։ Տեսնում ենք, որ շարժ կա, հա, լավ է, մի խոսքով իրեն շատ գոհ ենք, շատ։ Նստարանը փոխել են, ձևավորել են, որ ամեն ինչ տեսան լավ կլինի։ Շատ գոհ ենք քաղաքապետից, որ լավ բաներ կատարվել իջևանցիների համար։ Ժողովուրդը գալիս է նստում հանգստանում է, գոհ ենք։ Շնորհակալ ենք նոր նստարանների համար, շատ հաճելի է, ազատ ժամանակ նստում ենք, ընկերուհիներով շատ սիրուն է։ Մեր կարծիքը շատ մալադես մեր քաղաքապետը, ինքը ով հիմնադրել է, ով կարացել է։ Ես ուրախ եմ, որ Իջևան քաղաքի համար նման գործեր են անում։ Իջևանը Տիկին Անանյան Ջեմայի նման որ գրել էր ծաղկացնենք, այս ձևի պետք է ծաղկի։ Ապրի ինքը, շնորհակալ ենք, որտեղ մեր վետերանների համար, մեծերի համար, մեր ժողովրդի համար նման գործեր են անում։ Շնորհակալություն մեր քաղաքապետին, որ այսքան գործ անը մեր քաղաքի համար, նստարանները, աղբամանները, շատ շնորհակալություն։ Ես ենք ասեմ, որ Իջևան քաղաքը գեղեցիկ, գողտրիկ, սիրուն, կուրորտային քաղաք է եղել, հիմել նոր քանդելուց հետո այս տարիների ընթացքում բավականի կորուստ է ունացել իր տեսքը, շնորհքը, նոր քաղաքապետը նոր ուժերով, նոր տրամադրությամբ ուզում է վերականգնի հինը եւ մի բան առավել ստեղծի մեր քաղաքի համար։ Շնորհակալություն, ես նորը մեկ էլ դուրսն եմ եղել, բայց այս լավ բաներից միշտ հիացած եմ։ Շատ շնորհակալություն, նստարանների համար շատ գեղեցիկ են։ Առաջ սասեմ կորել էր քաղաքի, հենց որոշ շապով քաղաքի վիճակում է։ Ուրախ ենք մեր քաղաքապետից, որ տենց կրեցել ստեղծյալ։ Ուղղակի զարթայեց մեր քաղաքը, այսքան վերափոխումներ կատարեց։ Խորին շնորհակալ, շատ շնորհակալ ենք քաղաքապետի աշխատանքից։ Օգտվում եք նստարանում։ Հա, նստում ենք, բա իհարկե, հատկապես այգում ես ավելի շատ եմ նստում։ Այգում հիմա ճոճանակներ են տեղադրում, մի հրաշք այգի է դառնալու։ Մեր քաղաքապետի շնորհիվ։ Ինձ մի երիտասարդ պատահեց քաղաքում, գնացել է Զորամաս, իրան եղբոր մոտ։ Վերադարձի ժամանակ ինձ հարցրուց, թե ինչ գեղեցիկ քաղաք ունեք։ Ասի այ տղա, դու Երևան ես ապրում, ուրեմն մեր քաղաքը Երևանից լավն է, հա ասма,
Շատ մաքուր, շատ հրաշալի քաղաք է։ Երևանցին մեր քաղաքով հպարտանում է։